Շարունակում ենք ծրագիրը եւ իհարկե գիտեք որ այս հատվածում հաղորդման մեզ է միանուվելու ծավան Արմեն Չիբուխյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե մի քանի բան ունենք, թեմա ունենք խոսելու, իհարկե Թրամփի մոտեցումը, թույլ տվեք ասել, մի տեսակ նոր մոտեցումը Ուկրաինա-ռուսական հակամարտությանը, Մոլդովայում ընտրությունները, տիկնոջ հաղթանակը, այսպես ասենք, բրավո, այո, եւ Պուտինի հայտարարությունը, որին կանդրադառնանք ամենավերջում։ Ինչու է կարևոր, ասենք, մեզ համար եւ ընդհանրապես Եվրոպայի համար այս ընտրությունները Մոլդովայում։ Այո, շատ կարևոր հաղթանակ էր, իրոք շատ կարևոր հարց է։ Դե ուզում եմ ցավակցեմ քլստիվիներին, որտեվ իհարկե այդպես ուրախությամբ էլի ցավակցում եմ, որովհետև ուրեմն այդպես ամբողջորեն լցված են պրոռուսական ռոպագանդայով, պրոռուսական էքսպերտներ, բայց ֆինանսավորվում են եվրոպաներից, չգիտես ինչի հիմա Ամերիկան է կտրել է, ինչ որ Եվրոպայից են ֆինանսավորում գտե, բայց երբ միացնում ես, մի հատ Մոսկվա բացքի է, երբ միացնում ես, երբ ուզում ես հասկանալ սրանց մոտ բան փոխվել է կյանքում, ու ես պատկերացնում հիմա ինչ տվան է այդպես իրանց մոտ, իրանց այդ Լևոնախտի շրջապատի եւ այլն, հիմա տրագեդիա է, որտեղ մտածում են, հեսա Պուտինը տեսեք Մոլդովայում ինչ կան, հիմա բացատրեմ։ Պատերազմը, ժամանակակից պատերազմն ընդհանրապես շատ ասма տարբեր դրսևորում են։ Միայն մարտադաշտը չի, իհարկե գլխավորը մարտի դաշտն է, այստեղ անխոս։ Բայց Պուտինը ունի այլ զենքեր։ Դուք տեսաք, որ վերջերս Եվրոպայում 15 հոգի ձերբակալվեց, ահաբեկչություններ նախապատրաստելու եւ այլն եւ այսպես շարունակ։ Դուք տեսնում եք, որ ամեն օր արդեն ամենօրյա ռեժիմով եվրոպական երկրների գլխին ռուսական անօթաչուներ են, իհարկե իրենք ասում են անհայտ անօթաչուներ, բայց բոլորը գիտեն եւ ասում են, ռուսական անօթաչուներ հայտնվում Նորվեգիայի ռազմաբազաների, Դանիայի ռազմաբազաների վրա։ Իդեպ այս առումով ուզում եմ ուղղակի հիացմունքս հայտնեմ Ուկրաինայի նկատմամբ, Ուկրաինան սկսել է վերապատրաստել են եվրոպացիներին, որոնցից օգնություններ խնդրում։ Այո, Արմեն, եւ դա զարմանալի չի, որտեվ հիմա իրենք այս տեսակ պատերազմի լավ փորձ ունեն, դրոնային պատերազմի, որ ոչ մի ուրիշ եվրոպական երկիր չունի։ Այո, այո։ Եվ ըստ էության տեսեք, հետաքրքրական այն է, որ արդեն մտածում ես, որ հիմա օրինակ առաջին ասում ենք արագ ՆԱՏՕ-ն նախապատրաստել ուկրաինական զորքը ինչ որ եվրոպական երկրներն պատրաստում էին, չէ։ Հիմա մտածում ես իրանք ինչ պետք է պատրաստեն։ Ինչ, օրինակ իրանք ինչ գաղափար ունեն ժամանակակից պատերազմն ինչ, հա ինչ որ տարական բաներ կարող է, ինչ որ շատ տարական բաներ, բայց ճիշտ չեմ կարծում, որ հիմա այդ պատերազմում այդ տարական բաներն է կարևոր։ Ինձ թվում է իրենց վերապատրաստման հիմնական բաները օդանավերին, զենքին ինչպես օգտագործել, տեխնիկական։ Միակ բանը, որ մնացել է, որ այն էլ արդեն զենքերը ինչ որ տվել են, այնպես չի որ ամեն օր մեծանում է այդ զենքերի ասում է range-ը, այսինքն չի մեծանում էլի, այսինքն այնպես չի որ զենքերը ինչ որ update են ելնում կամ չգիտեմ արագի մեջ կամ չգիտեմ հեռահարությունն է մեծանում կամ զենքերն են փոխվում արագ-արագ, չէ, հիմնականում օրինակ հիմա որ տամահավկերը գիտեք, հեսա այդ խոսենք որ եթե Ուկրաինային փոխանցվեն, այն ժամանակ հա պետք կարիք կլինի որ ուկրաինացիները վերապատրաստեն, որ իդեպ Պեսկովը ասեց, չէ, ասեց որ հələ հարցը տեսնենք ով է այդ տոմոհավկները Ռուսաստանի վրա, եթե արձակեն ուկրաինացիները, թե ամերիկացիները, ովքեր են կարողանալու դա, այսինքն երբ որ պատասխան են պահանջում, ասում են թե ամերիկացիները տան, դե Թրամփը ասում է ես տալիս եմ Եվրոպային, Եվրոպան տալիս է Ուկրաինային, ինձ ինչ եք ուզում։ Բայց ասեց որ թույլ է տալիս Ուկրաինային հարվածել խորքերը Ռուսաստանին։ Առաջ չէր ասում նման բան։ Այո, այո։ Եվ հիմա տեսեք ինչ է կատարվում, այսինքն զուգահեռաբար տեսեք փորձ արվեց Ռումինիայում, ռումինացիները խիստ կանխեցին եւ տեսակ այդ տեխնացուին սկզբից ձերբակալեցին, հետո հանեցին ընտրարշավից։ Իդեպ ասեմ, այդ տեխնացուն նաեւ Մոլդովայում ուներ ուրեմն այսպես ասում է հոգեզավակ, որը իդեպ ես ասեմ այդ TikTok տեխնացուն Մոլդովայում որ այո կարողացավ երկրորդ փուլին թույլ չտվեցին, դա ռուսական տեխնացու է շատերի ուրեմն համոզմամբ եւ ճշգրիտ կասկածանքով։ Մի բան ասել էլի մեր հեռուստադիտողներին, ուրեմն Ռումինիան եւ Մոլդովան մի ժամանակ մի երկեր Բեսարաբիա էր կոչվում։ Եվ նույն լեզուն են խոսում, նույն բանն են անում, ուղղակի էս տարբեր բանի զոնայի մեջ են գան ազդեցության եւ սոցիալիստական եւ կոմունիստական։ Այո, Բեսարաբիան գրավելով ուրեմն դա հենց երկրորդ համաշխարհային պատերազմի ուրեմն եթե հիշողի դա Շեմին ուրեմն նա վերցրեց Ռուսաստանը եւ սարքեց Մոլդովա, բայց էական չի, պետությունները առանձնանում են, դառնում են, ավելանում են, պակասում են, ընդհանրապես էական չի, այդտեղ չգիտեմ, կարող է տարբերություններ կան, իհարկե նույն լեզուն շատ մոտ է, նույն լեզվով են գրեթե խոսում, այո, բան չունեմ ասելու, բայց այստեղ ուրիշ հարց է, խնդիրը տեսեք։
Հիմա եթե Ռուսաստանը կարողանար Մոլդովայի ընտրությունները կեղծեր, դա շատ մեծ առավելություն կտար եւ դա եւս մեկ Եվրամիության տեխնացու երկիր, ուրեմն օրինակ Վրաստանի process-ը տեսեք ոնց կարողացավ կանգնեցնել Պուտինը, հա։ Եվ շատ կարևոր էր այստեղ, որովհետեւ հիմա խնդիրը հետեւյալն է. Պուտինը պարտվում է իրականում եւ Թրամփը ճիշտ է նկատում։ Եւ Պուտինը հասկանում է, որ տնտեսությունը քանդվում է եւ դիմանալ երկար այս պատերազմին հյուծող, որովհետև արդեն խոսում են ժամանակն է եկել փող տպելու, ինֆլյացիան գնալու է, բայց ու ընդ որում փող տպելու հետևանքներն էլ տնտեսագետները ասում են, որ էս էլ մի տարով կարող է երկարաձգի, բայց մի տարի հետո ավելի է փլվելու, այսինքն կրկնակի արագությամբ է փլվելու։ Թրամփը ճիշտ է հասկացել, բայց ինչու այսքան ուշ հասկացավ այդ ճշմարտությունը, որ ակնհայտ էր մինչև հիմա էլի։ Լավ, երկրորդ մասից խոսենք։ Լավ, հիմա գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը։ Արմեն Չիբեխչյան։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբեխչյանի հետ։ Արմեն, հասանք եթե չեմ սխալվում Ուկրաինա։ Այո, Թրամփի հասկանալու կապված եւ տեսեք հիմա շատ կարեւոր է ինչի, որովհետեւ հիմա մասամբ Ֆիցոյի հաղթանակը Սլովակիայում Պուտինին, որովհետեւ իրան պետք է եվրոպական հասարակությունները տրամադրել, որովհետեւ հիմա գլխավոր ֆինանսավորողը ով է պատերազմի։ Իրանց պետք է Եվրամիության գաղափարը վարկաբեկել, Եվրոպայում խրդժություններ, հա, տեսեք, նույն ասենք հիմա արդեն ՆԱՏՕ-ի մեջ կան տարաձայնություններ, երբ որ Լեհաստանը ասում է, տեսա, խփելու եմ, ենթադրենք, բայց մնացած երկրներն ասում են, չէ, մի րոպե սպասի, մի շտապի եւ այլն, հա։ Այսինքն հիմա, այսպես, չգիտեմ, մերձը մի տեսակետի է, մնացածը մի քիչ զգուշ, այդ սառեցված ակտիվների հետ կապված։ Իրան պետք է Եվրոպայում Եվրամիություն ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ պատժամիջոցները սկսեն հանել, դեմ կանգնել, վետո, երկարաձգել, վետոներ դնել, հա, սանկցիաների վրա։ Ամենքերբ խանգարել։ Այո, ամենքերբ խանգարել, վախ ներշնչել, որ եթե հիմա մենք Ռուսաստանի դեմ դուրս գանք, Ռուսաստանը այդ հատուկ չէ, դա ուղարկում է, որովհետեւ վախենան, շանտաժ անում ժողովրդին եւ այլն։ Չունենալով ռեսուրս իրականում ինքը, որտեղ եվրոպացիները երկար տարի փափուկ կյանքով ապրեցին, դարան ցախ ծայրահեղ լիբերալներ, այսպես ասում եմ, չգիտեմ, տարբեր այսպես կուլտուրաներ ներդրեցին, այսպես դարան ինչ-որ շատ պացիֆիստ եւ այլն։ Հիմա Ռուսաստանը օգտվում է այդ առիթից, ուղղակի վախի քաղաքականություն է վարում։ Հետո կա հոգնածություն, չէ, բնական, որտեղ մարդիկ չեն հասկանում, ինֆլյացիա Ֆրանսիայում տեն 1-5 վարչապետ է փոխվել, տնտեսությունը լավ չի։ Դա ամեն ինչից փորձում է Պուտինը օգնել կանգնեցնելու այդ օգնությունը, որպեսզի ինքը Ուկրաինայում կարողանա իր հարցերը լուծի։ Եվ բացի դրանից էլ երբ որ մի պետություն հրաժարվում է Եվրամիության, այսինքն Մոլդովան հետ կանգներ բանից, արդեն դες հիասթափություն է սկսում, չէ, այսպես եւ այլ եւ այսպես շարունակ։ Շատ բոլոր ֆրոնտերով այսպես աշխատանք էր գնում եւ շատ կարեւոր էր Սանդոյի հաղթանակը։ Իդեպ ասեմ, հաջորդ վտանգը Չեխիան է։ Եվ այստեղ մեծ այնտեղի տեխնացուն, այսպես էլի այդպես դերևս չասենք, թե շատ պրոռուսական գաղափարներ ունի, բայց համենայն դեպս Ֆիցոյա նման մի երևույթ է, Բաբիչա, կարծեմ ազգանունը եւ մեծ շանսեր ունի, ես կզարմանամ, որովհետեւ Չեխիան ամենաշատ օգնողներից էր ուրեմն Ուկրաինային։ Դրանից հետո Հունգարիայում է դեպ ընտրություններ, որտեղ Օրբանի վիճակը այնքան էլ հեշտ չի եւ դուք վերահաստատի։ Եվ այսինքն այս երկու պայքարը զուգահեռ գնում է։ Ինչ վերաբերում է Թրամփին, դուք շատ ճիշտ բան նկատեցիք, ինչու հիմա հասկացա։ Թրամփը ի սկզբանե հասկանում էր։ Պարզապես ես ճշգրիտ դիագնոզը դրել էի։ Թրամփը բիզնեսմեն է։ Թրամփը Պուտինին ասեց. ուշադրություն դարձրեք իր հայտարարություններին։ Եթե ուրեմն ես, ուրեմն եթե ասեց Պուտին, դու պարտվել ես իմ ընկեր ասեց։ Արի մենք գնանք լավ գործարք կնքենք։ 1-2 անգամ տեց ասեց, հետո սկսեց գովել։ Ինչի՞։ Որովհետև կար խնդիր, իրենք հասկանում էին, որ ինչքան Ռուսաստանը գնա դեպի Չինաստան, այնքան հակամարտությունը խորանալու է, այնքան գործը գնալու է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, այնքան երրորդ համաշխարհային պատերազմը մոտենալու է։ Հիմա տեղեկություններ կան, որ Ռուսաստանը օդադեսանտային ուժեր է օգնում եւ որոշակի զինատեսակներ է միջև էլ վաճառել Չինաստանին Թայվանին հատուկ օպերացիա իրականացնելու համար։ Արդեն գաղտնի փաստաթղթեր են ի հայտ գալի։ Այլ հարցը որքանով Ռուսաստանը կարա էֆեկտիվ դա անի Չինաստանի համար, բայց փաստա որ հիմա այդպիսի ուրեմն ինֆորմացիա է գալի։
Թրամփը ուղղակի ուզում է իրեն թվում էր, որ ինքը կարա հասկանալով, որտեվ հիշում եք Ռուսաստանի FSB ֆայլերն էլ արտահոսք եղավ, որ գլխավոր վտանգը Ռուսաստանի համար համարվում է Չինաստանը։ Եվ Թրամփը տրամաբանորեն մտածում էր, ես հիմա այնպիսի, այսպես սեղան կգցեմ իր համար, որ ինքը պարտությունը չի նկատի, ոնց կտանենք, մի բան էլ կտանք, հա, պատիվ կտանք, կոպիտ ասած, այսպես ասած, հա, ընենց կպարտվածվենք, որ իր ժողովուրդը կմտածի ինքը հաղթել է, հա, կոպիտ ասած, ընենց մի հատ դեմքը կփրկենք, իրանք կբերենք այս կողմի վրա, Չինաստանը կմեկուսացնենք եւ այլ այսպես շարունակ։ Բայց հիմա մենք տեսնում ենք նույն Իրանի հետ կապված, չէ՞։ Իրանին ինչ արեց ինքը առաջարկեց, ասեց հիմա Իրանի հետ կապված լուրջ խնդիր է առաջացել, որովհետև չեն կարողանում պայմանավորվեն եւ Եվրոպան հետ բերեց այն պատժամիջոցները, որը հանել էր ժամանակին։ Նացիոնալ ավելի շուտ էր դուրս եկել, բայց Եվրոպան ուրեմն պատժամիջոցները չէր վերադարձրի։ Հիմա առանց էլ ծանր է Իրանի վիճակը, Եվրոպան վերադարձրեց պատժամիջոցները։ Մերձավոր Արևելքը շատ խառը եւ այս բոլոր process-ների հետևում այս կամ այն կերպ կանգնած է Չինաստանը եւ Չինաստանի proxy ուժերը, որովհետեւ սա գլոբալ հակամարտություն է։ Եվ Թրամփը այն պահին, որ հասկացավ վերջերս ինչ գրեց Թրամփը, ինչից հետո Թրամփի խոսույթը փոխվեց, երբ որ ասեց կարծես մենք կորցրեցինք Ռուսաստանը եւ տվեցինք, հիշում եք, մի հատ է բառ էր օգտագործել, հիմա ուղիղ չեմ հիշի, Չինաստանի չարամիտ մութ կարծես։ Հա, մութ անցքերն ենք, թե ինչ որ կներեք, չեմ հիշի հիմա, հիշում եք, չէ՞։ Այդտեղից, այսինքն Թրամփը ազդարարեց, որ չի ստացվել։ Փորձեցինք Պուտինին բերել, չի ստացվել, այսինքն Պուտինը ծառայելու է հլու հնազանդ Չինաստանին եւ ընկելա խորը կախվածության մեջ Չինաստանից։ Այդտեղից սկսեց փոխվել իր վիճակը, այսինքն սա հիմա այն էր ինչ որ ասում ենք չի ստացվելու, բայց Թրամփը փորձեց։ Հիմա արդեն տեսեք ինչ խոսույթ է, ոչ միայն չկա որևէ սահմանափակում ըստ էության Ռուսաստանի խորքերը հարվածելու, այլ հիմա քննարկվում է արդյոք կտրամադրվի Ուկրաինային այն, ինչը կօգնի հարվածել Ռուսաստանի խորքերը։ Օրինակ Քիթ Քելեգը խոսում է Թոմոհակերի մասին, որը անգամ մինչև 5000 կիլոմետրից ավել տարբեր մոդիֆիկացիաներ կա Թոմոհակերի, այսինքն կա որ 2.5-ից մինչև 5.5 այսպես կարող է հարվածել, հա։ 2.5-ն էլ այս հենց է ուկրաինացիներին, 2.500 կիլոմետր եւ այդ ճշգրիտ Թոմոհակերով հարվածներ հասցեն դաժան է լինելու։ Հիմա տեսանք, որ արդեն խոսույթն է փոխվել Զելենսկին ասաց, եթե դուք blackout անեք մեր երկիրը, blackout, այսինքն հոսանքազրկել, ցրտի եւ բանանել։ Մենք կպատասխանենք հայլային, այսինքն նույնը կանենք Ռուսաստանում եւ երեք Բելգրադում տեղի ունեցավ նույն բանը։ Հարվածեցին եւ Բելգրադի հոսանքազրկվել է մեծ մասը։ Բելգրադի եւ հոսանքը ջրի հետ կապված եւ այլ, այսինքն բնակչությունը զրկվել է։ Թրամփը հասկացել էր դա ի սկզբանե հասկանում էր, ուղղակի խնդիրը հետեւյալն է, որ պատերազմը ավելի դաժան է դառնում, ըստ էության զենքի մրցավազքը ավելի դաժան է դառնում եւ ով որ ավելի արագ եղավ, ավելի հնարամիտ եւ ավելի նոր, այո, ավելի նոր, այո, եւ ցավոք սրտի էդ է, եւ ընդ որում սա չի կարող չազդել նաեւ Հայաստանի վրա, ես ասեմ, այս խաղաղության process-ի վրա, որ մենք սկսել ենք, դա չի կարող չազդել, որովհետեւ ըստ էության կոնֆլիկտները լուծվելու փոխարեն ավելի են թեժանում։ Հիմա հերթական փորձն է արվում Գազայում լուծել հարցը, որովհետեւ դա շատ կարեւոր է, Թրամփը փորձում է գոնե միտեղ հանգստացնել, իհարկե նա չի կարող պարտվել, նա չի կարող զիջել, բայց նա փորձում է ինչ-որ միտեղ ֆիքսի հանգստացնի, որպեսզի կամաց ուրեմն զրկել Չինաստանին ներազդելու այդ, որովհետեւ հիմա ինչ է տեղի ունենում, տեղի ունենում այն, որ անընդհատ արևմուտքը աշխատում է ծանրաբեռնվածության տակ։ Չի կարողանում տնտեսությունը վերականգնվի, պատերազմի հաշվին ամեն ինչ թանկանում է, ինֆլյացիա է եւ այս ձեռը տալի Չինաստանին, որովհետեւ տեսեք, մի օրինակ պարզ օրինակ է, ինչքան էլ Չինաստանի տնտեսական վիճակը փայլուն չի, բայց մի բան եկեք հաշվի առնենք։ Չինաստանը անօթաչուներ է մատակարարում կամ մասեր անօթաչուների եւ Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Եվ արդեն հասկանում եք թե ինչ քաղաքականություն է գնում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Աջակցություն։